Շարունակվում է առավոտ լուսոն եւ հաղորդման առաջին հատվածում մենք խոստացանք, որ անդրադառնալու ենք առողջության հետ կապված թեմային եւ հիմա իմ շատ սիրելի գործընկեր Մանեն կներկայացնի մեր հյուրին եւ նրա հետ կզրուցի առողջապահական թեմայից։ Իմ շատ սիրելի Մանե, Միկա, շնորհակալություն, այո, ինչպես նշեց Միկան, խոսելու ենք առողջության պահպանման մասին, մասնավորապես այս դեպքում երեխաների, ինչպես պահպանել երեխաների առողջությունը, ինչպես պայքարել սեզոնային խնդիրների դեմ, կիմանանք հենց հիմա, որովհետև տաղավարում է Մուրացան համալսարանական հիվանդանոցի ընդհանուր մանկաբուժական ծառայության ղեկավար Մարի Դարակչյանը, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալություն, որ առավոտը սկսում եք մեզ հետ եւ այս եղանակային փոփոխությունների հետ կարծես ավելի լուրջ է դառնում խնդիրը, որովհետեւ երեխաները եւս խոցելի խումբ են համարվում։ Միայն սուր շնչառական վիրուսներն են, որ տարածված են, թե այլ խնդիրներ եւս կան, որ եղանակի հետ ակտիվանում են երեխաների մոտ։ Այս պահին իհարկե ավելի շատ ակտիվանում են սուր շնչառական վարակները, որովհետև եղանակը վատն է, սենյակները չեն օդափոխվում, կան կուտակումներ մարդկային տարբեր փակ տարածքներում եւ կարծում եմ արդեն բոլորս մի փոքր կովիդյան էրայում էքսպերտ ենք դարձել այդ ամենի մասին, որ իհարկե սա բերում է նրան, որ վարակելիությունը բարձրանում է եւ բնականաբար հիմա նաեւ սպეციფიկ վիրուս է շրջանառում, որը հիմնականում թիրախավորում է ավելի խոցերի խմբերին, երեխաներին, մեծահասակներին, քրոնիկ հիվանդությամբ մարդկանց, դա գրիպի վիրուսն է։ Ըստ իմ տվյալների H3N2 շտամն է շրջանառում եւ բնականաբար նա ավելի ագրեսիվ շտամ է, ջերմությունը ավելի երկար է տևում, ինտոքսիկացիան ավելի արտահայտված է, երեխաները ավելի երկար եւ կրկնվող ալիքաձև ջերմության ընթացք են ունենում եւ իհարկե շատ են բարդությունը թոքաբորբերի, օտիտների, սինուսիտների տեսքով, ինչի պատճառով պետք է մշտապես գտնվել հսկող բժշկի կամ բուժող բժշկի հետ կոնտակտի մեջ, որպեսզի հանկարծ այս բարդությունները բաց չթողենք։ Սկսենք սկզբից, երբ խոսում ենք երեխաների մասին, կարծես ավելի խոցելի խումբ համարվում են այն երեխաները, որոնք ծնվել են վաղաժամ, եւ այն երեխաները, որոնք կրծքով կերակրվելու փոխարեն փոխարինիչներ են կաթնային օգտագործել, արդյոք դա այդպես է։ Այո, այդպես է, որովհետև կրծքի կաթում մենք ունենք շատ կարևոր տեղային պաշտպանիչ մի ուրեմն այսպիսի նյութ, որին անվանում ենք իմունոգլոբուլին A, եւ այս իմունոգլոբուլին մորից անցնում է երեխային, օգնելով, որպեսզի դեռևս լիարժեք չձևավորված տեղային իմուն համակարգի պատասխանը, քանի որ երեխան ծնվում է բացարձակ ստերիլ, կարելի ասել, եւ նրա իմուն համակարգին ժամանակ է պետք տրեյնինգ անցնելու, եւ այդ տրեյնինգը կարող է տևել մինչեւ 5-6 տարի, երբ երեխաները ամենապիկայինը հիվանդանում են եւ բնականաբար անհասները ավելի խոցելի խումբ են, բայց ուզում եմ ասել, որ անհասների համար շատ ավելի վտանգավոր են RSV վարակները, որովհետև ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը այն ագրեսիվ վիրուսն է, որը հենց խոցում է անհասներին եւ առաջացնում է սուր բրոնխիոլիտ, ինչը որ փոքր տրամաչափի բրոնխների բորբոքում է եւ գրիպի հետ կապված իհարկե այստեղ խոցելի են դառնում, եթե տանը կան մեծ երեխաներ, ովքեր այցելում են տարբեր մանկական կոլեկտիվներ, բնականաբար ունեն բարձր ռիսկ, այո, եւ դրա համար բոլոր այն ծնողներին, ովքեր որ սպասում են տվյալ տարում, տվյալ վիրուսի տարում, վիրուսի բարձրացման պիկում նոր երեխայի ծնունդ խորհուրդ կտամ, որ սեպտեմբերին արդեն իսկ մտածեն գրիպի վիրուսի դեմ վակցինացվելու մասին եւ վակցինացնելու երեխային, որպեսզի արդեն այս շղթան որոշակիորեն հնարավոր լինի կոտրել։ Եվ իհարկե կրծքով կերակրումը շատ կարևոր է նաեւ անհասների պարագայում եւ ես կարող եմ ասել, որ մեր շատ ծննդատներում անհաս երեխաների համար կրծքի կաթը կարծես թեկուս կթած տարբերակով, եթե դեռ նրանք չեն կարողանում բնականաբար ինքնուրույն ուտել, շատ ակտիվ ներդրված է եւ սա ամենաուժեղ դեղամիջոցն է նաեւ այս խմբի երեխաների համար։ Եվ բնական միջոցի իմունիտետը բարձրացնելու։ Խոսենք նաեւ մանկապարտեզ եւ դպրոց հաճախող հատկապես տարրական դասարանների երեխաների հետ, երեխան ջերմում է, հետո բուժում են, թվում է թե ամեն բան լավ է, հաջորդ օրը ուղարկում են կրկին դպրոց կամ մանկապարտեզ ու կրկնվում է։ Արդյոք երեխան լավ է իսկապես եւ դպրոցում նորից բերում է այդ բակտերիան տուն, թե ոչինչ չի, այդ բակտերիան չի ապակինվել լիարժեքորեն։
Այստեղ երկու տարբերակ կա, երկրները իրենք են ընտրում, որ տարբերակով առաջ գնան, որովհետև կա օրինակ անգլիական փորձը, երբ նրանք չեն արգելում երեխային այցելել մանկական կոլեկտիվներ, հաշվի առնելով, որ ինչքան շուտ այդ կոլեկտիվ իմունիտետը ձևավորվի, այնքան ավելի լավ, բայց այստեղ պետք է հաշվի առնել ձեր երեխայի առանձնահատկությունը եւ կոլեկտիվում առկա մյուս երեխաների առանձնահատկությունը, որովհետև կոլեկտիվում կարող է լինել քրոնիկ հիվանդություններով, տարատեսակ խնդիրներով երեխաներ, որոնք որ բնականաբար խոցելի խումբ են դառնում այս դեպքում։ Եվ դա է պատճառը, որ պատվաստումները, մասնավորապես ամեն տարվա նաև գրիպի վիրուսի դեմ պատվաստումները շատ կարևոր են կոլեկտիվ առողջության առումով։ Բայց իհարկե ծնողներին էլ մեղադրելու չէ, նրանք դժվարանում են երբեմն խնամքը տանը կազմակերպել, երբեմն խնամողներ չունեն եւ բնականաբար երբ երեխան արդեն իսկ չի ջերմում, ուղարկում են մանկապարտեզ կամ կոլեկտիվ։ Այստեղ երկու տարբերակ կա։ Տարբերակ առաջին, երբ երեխան իրոք դեռ չի կազդուրվել եւ այնտեղ միջավայրի փոփոխությունը, չգիտեմ, ինչ որ արտաքին գործոններ, նոր վիրուսների շրջանառություն կարող է բերել երկրորդային վարակի կամ նույն վարակի կրկնման սուպերինֆեկցիայի տեսքով, իսկ լինում են դեպքեր, երբ ուղղակի ամեն ինչ լավ է, երեխան գնացել է եւ այս դեպքում ոչ մի խնդիր չի զարգանում, չեն կարող կանխատեսել։ Բժշկությունը այդպիսի բան է, որ երբեմն 1-ին գումարած 1-2 է, 3 է, 4 է, 0 է եւ իհարկե շատ հեշտ է այն ծնողների հետ աշխատել, ում հետ դու վաղուց ես աշխատում, որտեվ դու արդեն կարծես թե այդ երեխայի իմուն պատասխանի մոտավոր ճանապարհները գիտես եւ գիտես ինչին է ավելի կամ պակաս հակված եւ իհարկե այստեղ հմտություն կա նաեւ համադրելու շրջանառող շտամը, որտեվ այն շտամը, որը հիմա է շրջանառում, շատ ագրեսիվ է, ունի բարձր վարակելիություն եւ ունի ծանր ընթացք։ Այս ամենից խուսափելու համար իհարկե միշտ պետք է հետևել բժիշկների խորհուրդներին ու դիմել բժշկի, բայց այստեղ էլ կա խնդիր, երբ հատկապես վերջին շրջանում նույն սոցհարթակներում անգամ բժիշկներ նշում են, որ երբ այցելում եք բժշկի եւ այդ վարակի դեմ, գրիպի դեմ օրինակ տալիս են հակաբիոտիկներ, դա այդ պահին չի կարելի, որովհետեւ հակաբիոտիկներով պայքարում են արդեն բարդությունների դեմ, բայց ոչ վիրուսի։ Ինչ անել այս դեպքում։ Գիտեք ինչ, լինում են դեպքեր վիրուսային վարակներ, երբ մենք իրոք ունենք ընդհանուր մոտեցումներ, ընդհանուր խորհուրդներ, թվում է թե բժիշկը նույն բանն է ասում ձեզ երեք, այսօր, վաղը, առաթեղուկներ, ջերմիչեցում անվտանգ տարիքին համապատասխանող միջոցներով, դա իբուպրոֆեն եւ պարացետամոլ ազդող նյութերն են, որոնք որ շատ լավ աշխատում են որպես ջերմիչեցնող եւ իհարկե տնային ռեժիմ, եթե երեխան ի վիճակի չէ դրսում գտնվելու, բայց մաքուր օդում զբոսանքը եւ լոգանքը ոչ մեկ չի դադարեցնում, եթե երեխան հնարավորություն եւ կարողություն ունի դա իրականացնելու։ Սնունդը ավելի փոքր պորցիաներով, ավելի հաճախակի ընդունումներով, բայց քիչ քանակով եւ ոչ ծանր սնունդ, որ երեխայի համար դժվարամարս կլինի։ Ինչ վերաբերվում է նրան, որ արդյոք հակաբիոտիկների օգտագործման մասին խոսեցինք, միանշանակ վիրուսների դեմ նրանք չեն օգնում։ Այսինքն այո, դուք կարող եք տալ եւ թվացial 5 օր սպասելուց հետո, երբ վիրուսը նահանջի, ձեզ թվա ձեր անձնական օրինակով, որ ահա ես անտիբիոտիկ կտվեցի, իմ երեխան կազդուրվեց կամ առողջացավ։ Իրականում, եթե դա մաքուր վիրուսային վարակ է, ձեր տված անտիբիոտիկը կարող է անել մի բան, դա ուղղակի խախտել ձեր երեխայի օրգանիզմում առկա հավասարակշռությունը, այն դրական միկրոօրգանիզմների քանակը նվազեցնելով, որոնք ընդհակառակը օգնում են տեղային իմուն պատասխանի ճիշտ ձևավորմանը եւ այնտեղ կմնան միայն նրանք, ովքեր զգայուն չեն տվյալ հակաբիոտիկի նկատմամբ, որոնք սովորաբար կարող են առաջացնել ձեր երեխայի մոտ աղիքային լուրջ խնդիրներ դիարեայի տեսքով, արյունային լուծերի տեսքով եւ մենք իհարկե շատ հաճախ տեսնում ենք հենց այս պիկային սեզոններից հետո, երբ հակաբիոտիկները առանց կոնտրոլի են կիրառվում, տեսնում ենք նաեւ այդ տեսակ դիարեաների բարդությունների կարելի ասել, որը մենք ենք ստեղծել մեր կողմից քանակի ավելացում։ Դա է նաև պատճառը, որ ասում են վիրուսը առաջացրեց նաև մեկ այլ հիվանդություն, տալով ստամոքսաղիքային տրակտի խանգարում երեխաների մոտ եւ բուժումը բավականին երկար է տևում։ Այստեղ երկու տարբերակ կա։ Այս վիրուսը, որը շրջանառում է, ունի նաև ստամոքսաղիքային դրսևորումներ։ Այսինքն, երբ մենք ասում ենք գրիպ, ուզում եմ նորից ասել բոլորին եւ հիշեցնել, որ դա քթահոսության մասին չէ։ Իրականում գրիպի վիրուսը սկսում է ինտոքսիկացիայով, բարձր ջերմությամբ, թուլությամբ, կարող է սկսվել փսխումով, փորլուծությամբ։ Այսինքն թվում է թե քթահոսությունը հետո միացավ եւ առաջին ախտանշանները
շրջանների մեջ դա ընդհանրապես չկա, բայց սա հենց դասական է գրիպի վիրուսի համար, դրա համար այստեղ կարող է լինել եւ այս տարբերակը եւ երկրորդ տարբերակը, եթե ծնողը չարաշահել է հակաբիոտիկները։ Պատվաստումներից խոսենք, քանի որ անդադար մեզ նաև տեղեկացնում են անկախ տարիքից, մարդիկ կարող են թե երեխաները, թե մեծահասակները այցելել տեղամասային պոլիկլինիկաներ եւ կամավոր սկզբունքով ստանալ պատվաստումներ։ Արդյոք լինելու է պատվաստումներից հետո բարձր ջերմություն, ինչպես հիշում են COVID-ի պատվաստումների ժամանակ էր, թե սա պարզապես մեկ ասեղով կարող ենք պայքարել մի ամբողջ տարի գրիպի վիրուսի տարատեսակների դեմ։ Քանի որ գրիպի վիրուսը ունի բարձր մուտացվելու հատկություն, այսինքն նա տարի փոփոխվում է, մենք ունենք մի քանի շտամեր, որոնք պարտադիր ներառվում են վակցինայի մեջ։ Դա գրիպի B տեսակն է, որը միշտ կա, այն քիչ է ավելի մուտացվում։ A տեսակի էպիդեմիկ շտամն է, որը որ հիմնականում ներկայացված է H1N1-ով կամ նրա որոշակի մուտացիաներով եւ այն շտամը, որը նախորդ տարի առաջացրել է նոր շրջանառել է եւ եղել է շրջանառության մեջ ամբողջ աշխարհում առողջապահության համազգային առողջապահության ուրեմն համաշխարհային կազմակերպությունը հենց այդ սկզբունքով է ընտրում շտամի մեջ ներառվող վիրուսների տեսակները եւ հիմնականում մի քանի շտամ ներառված է այդ պատվաստանյութի մեջ։ Իհարկե 100%-ով ասել, թե տվյալ տարում ինչ մուտացիա կլինի դժվար է եւ մենք ունենք կարևոր մի հարց անել պատվաստում այն ժամանակ, երբ դեռ չկա էպիդեմիկ իրավիճակ, այսինքն դա սեպտեմբերն է հիմնականում, երբ արդեն բոլոր առաջնային առողջության պահպանման օղակները ստանում են, համալրվում են վակցինայով տվյալ տարվա գրիպի դեմ եւ պետք է պատվաստել։ Կարող են լինել հետպատվաստումային ռեակցիաներ, այո, կարող են։ Ես որպես բժիշկ միշտ սիրում եմ ասել, որ ցանկացած ինչ որ մի բան, որ մենք օգտագործում ենք, այն ունի որոշակի կողմնակի ազդեցություններ։ Կարող է լինել մեկի մոտ քիչ արտահայտված, մյուսի մոտ շատ եւ շատ մեծ տոկոս մարդկանց մոտ ոչ մի զրոյական զգացողություն չլինի, որևէ ջերմություն չլինի, որևէ տեսակի խնդիր չլինի, մասնավորապես որ այս տեսակ վակցինան դա ինակտիվացված վակցինա է, այսինքն այստեղ կենթանի վիրուս չկա, սատվեստինը մենք որևէ տեսակի հիվանդությամբ հիվանդանալու ռիսկեր չունենք եւ ունենք, եթե ունենք ինչ որ պատասխան, դա ուղղակի մեր օրգանիզմի պատասխանն է այն պատվաստանյութի ներսում արկա տարբեր կոմպոնենտների, որոնք որ կարևոր են եւ հիմնականում նրանց հանդեպ է այդ ռեակցիան, ջերմային կամ տեղային եւ այլն։ Արդյոք սա տալիս է 100% պաշտպանություն։ 100% պաշտպանություն այս աշխարհում ոչինչ չի տալիս, բայց միանշանակ մենք ունենք բարդությունների ռիսկի նվազում։ Արդյոք սա քաղաքականություն է մարդկանց չի պավորելու, վերելու ինչ որ, չգիտեմ, ամեն տարի կոնտրոլի տակ պահելու։ Ես դադարել եմ վիճել մարդկանց հետ, դա այդպես չէ եւ կա ապացուցված բազմաթիվ հետազոտություններ, փաստեր, բայց եթե դուք խոսեք ցանկացած որևէ մեկի հետ, որը այսպես կոչված անտիվակ է, դուք կլսեք ամենատարբեր միֆեր, ուղղակի այդ ժամանակ դադարեք շարունակել խոսակցությունը, որովհետեւ այս դեպքում նյարդային համակարգը կարևոր է։ Այո, անվերջանալի մի շղթա է, որը դուք պիտի հենց սկզբից ընդհատեք։ Այո, պատվաստանյութը աշխատում է, այն օգնում է եւ դա պետք է անել նախապես, երբ դեռ չկա հիվանդություն։ Շնորհակալություն անչափ ձեր կարևոր խորհուրդների համար, վստահ ենք մեր հեռուստադիտողներն էլ, մասնավորապես նրանք, որոնց տանը կան երեխաներ, ել ավելի ուշադիր կլինեն ու ճիշտ ժամանակին կդիմեն բժշկի, ոչ թե բարդությունները արդեն բուժման ընթացքում ունենալու, այլ շատ հեշտ ու արագ կանխարգելման համար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եղեք առողջ, իսկ մենք շարունակում ենք Առավոտ լուսոն շարժվելով առաջ։